Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ստացավ ձայների 49%-ից ավելին, ինչն այդ ուժին հնարավորություն է տալիս կառավարություն ձևավորել։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի, ԵԱՀԿ եւ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական պատվիրակությունները բարձր են գնահատել ընտրությունների ընթացքը, ընդգծելով, որ քաղաքացիներին ընձեռվել է քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն, թեև քարոզարշավը խիստ բևեռացված է եղել։ ԱՊՀ դիտորդական առաքելությունը ևս Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց եւ մրցակցային։ Այսօր օրակարգում ընտրություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքական կուրսն է։ Խորհրդարանի ընտրությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էին։ Արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակը շնորհավորեցին մի քանի տասնյակ երկրների առաջնորդներ՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպա, տարածաշրջանի հարևան երկրներ, ինչպես նաև ԵԱՏՄ անդամներ Ղազախստանն ու Ղրղզստանը։ Առաջարկում եմ լսել մի քանի շնորհավորական ուղերձ։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ։ Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը եւ չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի հզորության եւ հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները։ Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը եւ տարածաշրջանային գործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։ Քարոզարշավը եւ քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, հիբրիդային հարձակումների, տնտեսական ճնշումների պայմաններում։ Եվրամիությունը վճռականորեն աջակցում է հայ ժողովրդին։ Ընդունեք իմ սրտան շնորհավորանքները սիրելի Նիկոլ Փաշինյան համոզիչ հաղթանակի առիթով։ Ուրախ եմ շարունակել աշխատել ձեզ հետ ավելի ամրապնդելու երկկողմ գործակցությունը, սատարելու խաղաղությանն ու Հայաստանի ինքնիշխանությանը եւ խթանելու Եվրոպայի հետ մերձեցումը։ Ուրախ ենք, որ Հայաստանում ընտրությունը հաջողությամբ ավարտվեց խաղաղ եւ հանգիստ մթնոլորտում։ Հուսով ենք հետընտրական շրջանում կստեղծվեն պայմաններ, որոնք հնարավորություն կտան Հայաստանին եւ Ադրբեջանին ստորագրելու վերջնական խաղաղության համաձայնագիրը։ Մենք սպասում ենք ընտրությունների վերջնական արդյունքներին։ Մինչ այդ ուշադիր հետևում ենք դրանց շուրջ բոլոր հաղորդագրություններին եւ ընտրախախտումների բազմաթիվ դեպքերին։ Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում կարևոր տեղեր զբաղեցնում Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցը։ Ներկայացվում էին միջազգային գործընկերների հետ հարաբերությունների զարգացման տարբեր տեսլականներ։ Միջազգային հանրությունը ևս ուշադիր հետևում էր ընտրարշավի ընթացքում հնչող հայտարարություններին, փորձելով հասկանալ Հայաստանում տիրող տրամադրությունները։ Ընտրություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը եւ դրա զարգացման միտումները կքննարկենք Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ։ Պարոն Քոչինյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Քոչինյան, ընտրություններից հետո ձեր գնահատմամբ ինչպես են զարգանալու Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, հաշվի առնելով, որ այստեղ մի կարևոր շեշտադրում կա, ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի ստացել եւ սահմանադրական փոփոխությունների հարցը, այսպես ասած, կասկածի տակ է հայտնվել եւ շատերն ասում են, որ այսպիսով խաղաղության օրակարգը օդում կախված է մնում, որովհետեւ Բաքուն կարող է խաղաղության պայմանագիրը չկնքել, որովհետեւ սահմանադրությունը նախապայման էր մինչեւ օրս մնում։ Շատերը ովքեր այդպես են ասում, ինքան էլ լավ չեն հասկանում ինչ է նշանակում խաղաղության օրակարգ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ արդեն տևական ժամանակ է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը բաժանված է մի քանի զուգահեռ գործընթացների, որոնք ունեն իրենց սեփական փաստաթղթաշրջանառությունը, ասենք ասենք։ Եվ խաղաղության համաձայնագիրը ընդհանրապես այդ ուղղություններից մեկն է։ Մենք ունենք երկու այլ բավականին կարևոր զարգացումներ, մեկը դա ուրեմն կոմունիկացիաների ապաբլոկավորումն է, որի այսպես նշանային պրոյեկտը սպայջությամբ ամենաշատ ձևակերպված պրոյեկտը դա TRIP-ն է, որի վերաբերյալ փաստաթղթերը շարունակվում են, ամեն ինչ շարունակվում, աշխատանքները շարունակվում են։ Երրորդ գործընթացը սահմանազատման սահմանագծման գործընթացն է, որտեղ նույնպես մենք ունենք քայլեր առաջ, վերջերս տեղ ունեցավ միմյանց տարածքում երկու հանձնաժողովների նիստերը, երկրները պայմանավորվել են ուրեմն եւ փոխանակել են միմյանց միջև երկու հանձնաժողովների կանոնադրությունները, որը ըստ էության առաջին փաստաթուղթներ հայ-ադրբեջանական ստորագրված։ Այսինքն այդ երկրորդ գործընթացը նույնպես գնում է եւ հիմա մենք նույնիսկ կարող ենք ասել, որ կա նաեւ չորրորդ զուգահեռ գործընթացը, դա երկու երկրների միջև տնտեսական փոխհարաբերություններն են, որտեղ դուք գիտեք, որ կա այլևս երկկողմանի առևտրաշրջանառություն, կա Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումներ, Վրաստանի միջոցով դեռևս, բայց դա կարանք նույնիսկ ձևակերպենք որպես չորրորդ բանակցային թրեք կամ չորրորդ այսպես հայ-ադրբեջանական կարգավորման գործընթաց։ Եվ այս 4-ից միայն մեկը խաղաղության համաձայնագրի
վերաբերյալ է, որ մենք ունենք այս պայծությամբ ձևավորվող կամ ձևակերպվող խնդիր, այն է, որ եթե Ադրբեջանը չի փոխում իր պահանջները սահմանադրական փոփոխությունների հետ կապված որպես նախապայման, այսպես ասենք, խաղաղության համաձայնագիրը ստորագրելու եւ վավերացնելու, ապա այդ պարագայում խիստ կասկածելի է դառնում խաղաղության համաձայնագիրը ստորագրելու հնարավորությունը։ Ինչու՞, որտեղ ինչպես դուք նշեցիք, մեկ ուժ չի կարողացել ձևավորել սահմանադրական մեծամասնություն նոր խորհրդարանում եւ երկու ընդդիմադիր ուժերը, տեսականորեն նաեւ 3 ընդդիմադիր ուժերը, որոնք որ կլինեն խորհրդարանում, շատ քիչ հավանական է, որ կողմ քվեարկեն հանրակրվե անցկացնելու գաղափարի օգտին։ Սա ասելով հանդերձ, ես եթե նկատեցիք, ասացի երկու հատ եթե։ Մի եթեն վերաբերվում է նրան, որ եթե Ադրբեջանը չփոխի իր դիրքորոշումը, եւ երկրորդ եթեն վերաբերում է, եթե այդ կուսակցությունները չհամաձայնեն քվեարկել նոր սահմանադրության վերաբերյալ հանրակրվե կազմակերպելուն, եւ միայն այդ պարագայում մենք կարողանանք խոսել այն մասին, որ խաղաղության համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում։ Իսկ ինչ ձեռքբերումներ կան Թուրքիայի հետ հարաբերություններում եւ որ ուղղությամբ են շարունակվում մեր շփումները Թուրքիայի հետ, որովհետեւ Թուրքիան միշտ հայտարարում էր, որ մեր կարգավորումը Հայաստանի հետ կախված է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, բայց նաեւ վերջերս կարծիքներ են հնչում, հայտարարություններ կան, որ Անկարան արդեն հոգնել է ու ուզում է Ադրբեջանի հետ իր դիրքորոշումները չհամակարգել։ Դե հոգնելա կարող է հոգնելա, բայց դա չի նշանակում, որ ուզում է չհամակարգել, ինքը հոգնած կերպով շարունակում է համակարգել։ Ինչ է տեղի ունեցել վերջի շրջանում հայ-թուրքական օրակարգում, դա ընդհանրապես եղել է սինխրոնիզացում հայ-ադրբեջանական օրակարգի ձեռքբերումների հետ։ Այսինքն տեսեք, սկսվել է ուրեմն առևտուր թղթաբանորեն ուղիղ, բայց աշխարհագրորեն ոչ ուղիղ, սկսվել է Թուրքիայի տարածքով եւ երկաթգծային կապ Վրաստանի տարածքով Հայաստանի հետ առևտրաշրջանառություն, այսինքն այս բոլորը այնպիսի բաներ են, որոնք հայ-ադրբեջանականում արդեն կան։ Եվ մինչև այս պահը Թուրքիան չի արել որևէ քայլ, չի արել որևէ գործողություն, որը կլիներ քայլ առաջ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից։ Այնպես որ ես կիսում եմ այն տեսակետը, որ Թուրքիայում հոգնել են, բայց այդտենց հոգնած շարունակում են անել ինչ որ որոշվում է Ադրբեջանում։ Այսինքն այս պահին դեռ ինչ որ կոնկրետ շատ լուրջ քայլ առաջ չակնկալենք։ Ոչ։ Նախընտրական շրջանում հիմա էլ շատ աննախադեպ է լարվածությունը Ռուսաստանի հետ, հիշում ենք, որ սահմանափակումներ կիրառվեցին, նաև միգրանտների գազի թեման էր առաջ եկել եւ այլն, Հայաստանին ասվում է մինչեւ հիմա ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջև ընտրություն կատարեք եւ այսպես շարունակ։ Ձեր գնահատմամբ ինչպես են զարգանալու մեր երկկողմ հարաբերությունները եւ արդյոք եւ Երևանը եւ Մոսկվան հետաքրքրված են հարթել առկա տարաձայնությունները։ Այն որ Երևանը հետաքրքրված է այդ տարաձայնությունների հաղթարմամբ, շատ, այսպես ասենք, անզեն աչքով անգամ կարելի է տեսնել, Հայաստանը չի արձագանքում են հիստերիայի հասնող հայտարարությունների, որոնք տեղի են Ռուսաստանից համարյա ամենօրյա ուրեմն բնույթով, ոչ նախընտրական, ոչ ընտրական, ոչ հետընտրական փուլում։ Ինչ վերաբերվում է ինչա հիմա տեղի ունենալու, տեսեք, կա երկու հնարավոր զարգացման սցենար, մեկն այն է, որ Ռուսաստանը այս բոլոր գործողությունները կիրառում էր միայն մեկ նպատակով, որ ազդի Հայաստանում ընտրողների վարքի վրա եւ ստիպի նրանց գնալ եւ ընտրել իրենց ընկալմամբ շատ ավելի պրոռուսական ուժերի եւ ամրապնդի նրանց դիրքերը խորհրդարանում, եւ կա երկրորդ տեսակետ, որ մենք արդեն անդառնալիորեն մուտք ենք գործել այն պատեռնի մեջ, այն ճանապարհի մեջ, որը որ Ռուսաստանը ունեցել է Վրաստանի հետ, Բալթիկ երկրների հետ, Ուկրաինայի հետ, Մոլդովայի հետ, այսինքն այդ հակամարտության որոշակի շրջափուլի մեջ։ Հիմա սրանցից որն է իհարկե ցույց կտա ժամանակը, բայց մենք արդեն ունենք նաև որոշակի նախանշաններ։ Առաջինը Ռուսաստանի նախագահի խոսնակի հայտարարությունը կապված է աննախադեպ թե մասսայական քանակությամբ ընտրազեղծարարությունների հետ, սա ինչ որ առումով կամուրջներ այրել է։ Որովհետև սա Զախարովան չի, որ կարանք ասենք դե հիմա խոսում է, էլի մի բան, սա Ռուսաստանի նախագահի խոսնակն է, որը որ ուրեմն ըստ էության կասկածի տակ է փորձում դնել Հայաստանի նորընտիր իշխանության լեգիտիմությունը եւ նորից եմ կրկնում քաղաքականապես սա կամուրջներ այրել է, հետ վերադարձի կամուրջներ այրել է եւ բավականին լուրջ էսկալացիա է հայ-ռուսական հարաբերություններում, դա մեկ։ Երկրորդը մենք տեսնում ենք նաեւ
ուրեմն որոշակի քաղաքական խոսույթի փոփոխություն Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ այդ իրենց ամենատարբեր եթերագլուխները, փորձագետները, մեդիա կերպարները, որոնք որ կարծես որն է դրա վերաբերյալ եղան բացահայտումներ, որ մեթոդիչկայով ուղղակի իջեցրած հստակ ձևակերպումներ անում Հայաստանի նկատմամբ, ինչպես որ դա արել են Ուկրաինայի, Մոլդովայի եւ այլնի նկատմամբ։ Այստեղ կա երկու տարբերակ, էլի նորից պրագմատիկ քաղաքականությունը հիմա Ռուսաստանի կողմից բնականաբար կլիներ մեր այդ հարաբերությունները կարգավորել եւ մեր այդ աշխատելը, որովհետեւ նորից Հայաստանի իշխանությունները որևէ բայ չեն հայտարարել, որ իրենք պատրաստվում են ԵԱՏՄ-ից դուրս գալ կամ մենք բան ենք այսպես ապահարզան կամ դեինտեգրացիա են կանում հայ-ռուսական հարաբերություններում։ Ոչ պրագմատիկ քայլը բնականաբար էսկալացիայի խորացումն է եւ ստիպելն է Հայաստանին շատ ավելի արագ տեմպերով դեինտեգրացիա կամ տնտեսական կապերի թուլացում իրականացնել Ռուսաստանից, սա ոչ պրագմատիկ քայլ կլինի, բայց գիտեք մենք վերջի տարիներին Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունից մի անգամ չի ոչ պրագմատիկ քայլեր ենք տեսել, Ուկրաինայում պատերազմ սկսել է ձեզ օրինակ։ Սպասենք Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այցելելու է Ռուսաստան, գուցե հանդիպեն ու դե մինչև Նիկոլ Փաշինյանի այցելը նախ պետք է Ռուսաստանը շնորհավորի Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կապակցությամբ, իսկ այս պայմանությամբ մենք տենց բան դեռ չենք տեսել։ Իսկ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ինչպես եք տեսնում, որովհետև նաև երեք էլ ասացին, որ դիտարկում են Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, որովհետև 2 տարի չենք վճարել վճարանդամություն։ Այո, չենք վճարել եւ շարունակելու ենք չվճարել, որովհետև ՀԱՊԿ կազմակերպությունը, որը որ իր պարտականությունները մեր արժեվ չի կատարել եւ մենք խնդիր չունենք ՀԱՊԿ-ի արժեվ մեր պարտականությունները կատարելու։ Եթե ՀԱՊԿ-ում դեռևս կենթանության նշաններ ցույց տվող ինչ-որ մարդիկ կան, որոնք որ նման որոշում կկայացնեն Հայաստանը կազմակերպությունից հեռացնելու, դա իրանց իրավունքն է։ Պարոն Քոչինյան, նաև կխնդրեի հակիրճ ներկայացնել Եվրամիության, Եվրոպայի հետ մեր հարաբերությունների հիմնական ուղղությունները, այսինքն ինչ ակնկալենք այդ հարաբերություններից եւ որքանով է Եմեն մեզնով հետաքրքրված։ Այս ճգնաժամի ֆոնին մենք տեսանք շատ կայծակնային այսպես ռեակցիա Եվրոպական միությունից եւ ֆինանսական աջակցության տեսքով եւ եվրոպական շուկան կոնկրետ անուն ապրանքների կոնկրետ ժամկետով բացելու տեսանկյունից սա այսպես էքստրեմալ պայմաններում կիրառվող գործիք է, որը Եվրոպական միությունը մինչև այս պահը շատ քիչ թվով պետությունների նկատմամբ կիրառել է։ Եվ սա վկայություններ նրա, որ հայ-եվրոպական հարաբերությունները մենակ խոսակցությունների, բարեմաղթանքների եւ կենացների մասին չէ, դա նաեւ միմյանց աջակցելու, միմյանց միջև գործընկերային հարաբերությունները զարգացնելու մասին է։ Ես կասեմ, այս պայմանությամբ գնդակը հիմնականում հայկական կողմի դաշտում է, որովհետեւ մենք ունենք մի շարք տնային աշխատանքներ անելու եւ վիզա լիբերալիզացիայի հարցով, եւ մեր արտադրանքի, մեր տնտեսական, մեր երկրի տարածքում աճող եւ արտադրվող բարիկների ստանդարտների ուրեմն վերաբերյալ, եթե այդ ստանդարտներին, այդ ուրեմն տեխնոլոգիական շղթաներին մենք համապատասխանենք, իմ կանխատեսմամբ որևէ խնդիր չի լինելու, որպեսզի Հայաստանը կարողանա իր ապրանքները արտանել Եվրոպական միություն։ Իհարկե, այստեղ մեկ այլ խնդիր է կա, դա լոգիստիկ շղթաներն են, այս առումով մեզ համար նորից ու նորից պետք է շեշտենք, որ առաջնահերթ կարևորություն ունի հայ-թուրքական սահմանի բացումը։ Իսկ կարճաժամկետ հեռանկարում դուք էլ նշեցիք արտահանումների մասին, կարող է արդյոք եվրոպական շուկան այլընտրանք դառնալ ռուսականին, եթե ռուսական կողմը իրոք սահմանափակումները շարունակի։ Դե ռուսական կողմին այլընտրանք մենք ընդամենը մի քանի օրում կոնկրետ նորից եմ ուզում կգնել անուն ապրանքներով, այն անուն ապրանքներով, որոնց որ մենք դիմել ենք եվրոպացիներին, մենք ստացել ենք իմ կարծիքով բավարար արձագանք, եւ եթե այս ճգնաժամը շարունակվում է ու խորանում է, մենք պետք է բնականաբար շարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը։ Նաեւ Միացյալ Նահանգներին անդրադառնանք, տարածաշրջանի ու Հայաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հետաքրքրվածությունը, ինչպես եւ որքանով է աճել, բայց այստեղ շեշտադրմամբ անկախ գործող վարչակազմից։ Տեսեք, շատ կարևոր էր ձեր շեշտադրումը անկախ գործող վարչակարգից, որտեղ ես ուզում եմ մենք ֆիքսենք վերջի 2 տարվա մեջ հայ-ամերիկյան հարաբերությունների էվոլյուցիան։ Մենք սկսել ենք ռազմավարական երկխոսությունից, Բայդենի ադմինիստրացիայից ստորագրել ենք ուրեմն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, հետո եկել է Թրամփի ադմինիստրացիան իրենց հետ ստորագրել են 3 հռչակագիր կարևորագույն մեծ համար ուղղություններով, եւ հիմա մի քանի օր առաջ ստորագրեցինք համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Իմիջիայլոց ես պատմեմ, որ ամերիկյան օրենսդրության մեջ դրա հաջորդ քայլը, այսինքն սա ասենց աստիճանակարգ է, հա,
Այ հաջորդ աստիճանը դա արդեն ամենաֆորմալ դաշնակցի կարգավիճակն է MNNA, Major Non-NATO Ally, հիմնական ոչ նատոյական դաշնակից։ Այսինքն դա արդեն ոչ թե գործընկերության կարգավիճակ է, դա արդեն ֆորմալ դաշնակցի կարգավիճակ է։ Այսինքն մենք հասել ենք ըստ էության գործընկերության գագաթնակետին եւ հաջորդ քայլը այլևս դաշնակցությունն է։ Դաշինքն է, այսպես ասած, Միացյալ Նահանգների հետ։ Ընդ որում մենք այդտեղ հասել ենք, նորից եմ ուզում կրկնել, 2 տարվա մեջ։ Ես այսպես չեմ հիշում որևէ այլ պետություն, որ Միացյալ Նահանգների հետ 2 տարվա ընթացքում կարողանա 3 անգամ բարձրացնել իր ուրեմն հարաբերությունների կարգավիճակը։ Ես էլ չեմ խոսում օժանդակ են պրոյեկտների մասին, TRIP, ուրեմն արհեստական բանականություն, կիսահաղորդիչներ, հազվագյուտ մետաղներ, այսինքն այն բոլոր պրոյեկտները, որոնք որ միսու արյուն են տալիս հայ-ամերիկյան հարաբերություններին, նաև էներգետիկա, միջուկային էներգետիկա եւ այլն եւ այլն։ Հիմա այս բոլորը ակնհայտ են դարձնում, որ հայ-ամերիկյան հարաբերություններն իսկապես ունեն ռազմավարական բնույթ, այն փաստը, որ 2 տարբեր ադմինիստրացիա մեկը մեկին շարունակելով էականորեն խորացնում են Հայաստանի հետ հարաբերությունները, վկայում է, որ Միացյալ Նահանգները այստեղ ունեն երկարաժամկետ հետաքրքրություններ, եւ որ ցանկացած պարագայում Հայաստանում իշխանության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի հայ-ամերիկյան հարաբերությունների էվոլյուցիոն զարգացումը։ Պարոն Քոչինյան, ընտրություններից առաջ, խորհրդարանական ընտրություններից առաջ, այսպեսի գնահատականներ կային, որ սա ընտրություն է Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև եւ ընտրություն է հանուն տարածաշրջանի եւ մեր խաղաղության օրակարգի համար ու միջև։ Այս տեսանկյունից ինչպես է գնահատում այս ընտրությունների արդյունքը։ Ես կարծում եմ դա սխալ գնահատական է, սա ընտրություն էր Հայաստանի եւ Ռուսաստանի միջև։ Ոչ թե Ռուսաստանի եւ Արևմուտքի, այլ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև։ Ուրախալի է իհարկե, որ մեր բնակչության մեծամասնությունը այդ երկընտրանքի մեջ ընտրել է Հայաստանը, բայց խիստ մտահոգիչ է, որ մոտավորապես 40%-ն էլ Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկընտրանքում ընտրել է Ռուսաստանը։ Եվ ես կարծում եմ, մենք այստեղ ոչ թե պետք է ուղղակի այսպես մատնացության ենք այդ բնակչության հատվածին, այլ պետք է հասկանանք ինչու՞մն է խնդիրը, որտեղ ենք մենք թերանում եւ որտեղ մենք պետք է աշխատենք, որպեսզի հաջորդ ընտրության ժամանակ եթե նորից նման հարց կանգնի Հայաստան թե Ռուսաստան, այդ մարդիկ ընտրեն իրենց հայրենիքը, եթե հայրենիքը իհարկե Հայաստանն է։ Պարոն Քոչինյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հայաստանը օգոստոսին կունենա նոր գումարման խորհրդարան եւ նոր կառավարություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շրջադարձեր չեն նախատեսվում, իսկ դիվերսիֆիկացման ռազմավարությունը մնում է առաջնահերթություն։ Այսօր օրակարգում ընտրություններից հետո Հայաստանի արտաքին քաղաքական կուրսներ։